Այսօր մենք կխոսենք բարոյականության հիմքի մասին, որը փոխանցված էր ժամանակին մեծն ուսուցիչ Ջոբարտեն Ատիշայի կողմից։ Եվ ինչ-որ ձևով այն ժամանակվանից ի վեր դարձավ այնքան կարևոր հենք, որ հետագայում հենց այդ բազայի վրա հավաքվեցին այլ մասերը ուսմունքի եւ ամբողջ կադամբա հետագայում արդեն գելուկ դպրոցները հավաքեցին դրա վրա այնքան շատ գիտելիք, որը հետագայում վերափոխվեց եւ դարձավ լոջոն, որը հիմնական երևի թե ուղղություններից մեկն է ընդհանրապես բուդդայականության ուսումնասիրման համար, եւ այդպես այդ ամբողջի հիմքում կանգնած են 7 բարձրագույն գոհարները, 7 անգին քարերը։ Եվ մինչև անցնելը այդ 7 անգին քարերի, երբ որ կարդում էի ժամանակին 20 տարի առաջ, կարդում էի մեծն Ջո Ատիշայի գրքերը եւ ժամանակ հիանում էի այդ ամբողջ պարզ, բայց բարձրագույն փոխանցմամբ ու հետագայում մեծագույն երջանկություն ունեցա այցելելու նաեւ վանքերը, որ հիմնել էր մեծն Ատիշը, այնուհետև իր աշակերտ Դրոմտոն Պանֆորը, մեր հիմնարար էլիգանձերից մեկն է եւ իր մյուս աշակերտները։ Եվ այդպես, երբ որ մտածում ես, որ անցավ 10 դար մեծն ուսուցիչ Ատիշայից, բայց մենք հիմա էլ նույն ձևով կրում ենք իր փոխանցած գանձերը եւ նույն ձևով հիմա էլ փոխանցում ենք այդ 7 բարձրագույն գոհարները, ընկալելով, որ իրենք մշտարդիական են։ Եվ այդպես շատ կարևոր է, որ երբ որ ինքը բացատրում էր դա, ինքը ասում էր, տեսեք, չնայած, որ երբևիցե չեն սպառվում այս 7 գոհարների պաշարները, այնուամենայնիվ զգոն եղեք եւ մի փոխանցեք այս բարձրագույն գիտելիքները, այս վեհագույն փոխանցումը մի փոխանցեք նրանց, ովքեր մարդ չեն։ Եվ ինչ է նշանակում մարդ չեն։ Այն, որ տարբեր դասերի ժամանակ մենք ասում ենք, որ չնայած մենք խոսում ենք 6 տեսակի շնչող էակների մասին եւ չնայած, որ ըստ սահմանման մտածում են, որ մարդկային տեսք ունեցողը արդեն իսկ մարդ է, մենք անընդհատ բացատրում ենք, որ ոչ։ Մարդ լինելը մարմնով չէ միայն, որ սահմանվում է։ Մարդ լինելը նշանակում է ունենալ բարոյականության եւ իմաստության ճիշտ հենք, որի վրա կարելի է կառուցել զարգացումը եւ ի վերջո առավելագույնս շանս ունենալ հասնելու արթնացմանը։ Եվ այդպես 7 բարձրագույն գոհարներ։ Առաջինը իհարկե հավատն է։ Հավատն է մեր հիմքերի հիմքը եւ հավատն է մեր հիմնական գոհարը։ Երկրորդը դա բարոյականությունն է, որովհետև անհնար է առանց բարոյականության ոչ միայն գնալ զարգացման ճանապարհով, այլ ընդհանրապես ճիշտ ապրել։ Երրորդ հիմնարար գանձը, գոհարը դա առատաձեռնության գոհարն է, երբ որ դու իսպառ հրաժարվում ես եսից եւ պատրաստ ես փոխանցել հիմնական գանձերը։ Չորրորդը դա այդպես կոչված ունկնդրելու գոհարն է, երբ որ դու անընդմեջ բաց ես ուսմունքների առջև եւ յուրաքանչյուր բառը, որ լսում ես, դառնում է քեզ համար ինչ-որ ձևով փոխանցում եւ օգնություն զարգացման ճանապարհին։ 5-րդը արդեն դառնում է ուշադրության գանձը, գոհարը, որ ոչ միայն ուշադիր ես տեղի ունեցող իրադարձությունների ընկալման որպես փոխանցում, այլ նաև քո սեփական սխալները անընդմեջ մաքրելու հանդեպ եւ յուրաքանչյուր քայլափոխի ըստ այդմ զարգանալու։ 6-րդը դա ամոթի գոհարն է։ Եվ ամոթն է, որ դարձնում է մեզ ոչ միայն հասարակության մեջ ճիշտ ապրող մարդ, այլ նաև ամեն քայլափոխին օգնում է մեզ ավելի ու ավելի զարգանալ։ Եվ 7-րդը դա խորհելու գանձն է։ Խորհելու ամեն ինչի մասին, ավելի ու ավելի խորության մեջ գնալու, ավելի ու ավելի ընկալելու յուրաքանչյուր բաների մեջ մեծագույն փոխանցումները, մեծագույն արթնացած ուսուցիչների կողմից։ Սա է մեր բարձրագույն 7 գանձերը։ Դրանցով ենք մենք ապրում, դրանցով ենք առաջնորդվում եւ ամեն քայլափոխին
դրանցով առաջնորդվելով փորձում ենք չսայթակել, հիշելով հանդերձ, որ այս 7 գոհարների պաշարները երբեք չեն սպառվում, բայց նաև հույս ունենալով, որ բոլոր շնչող էակներին վաղ թե ուշ այդ 7 գոհարները կառաջնորդեն դեպի փրկություն։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մենք որևէ բան չենք հասկանում, ապա պատճառը միմիայն մեր մեջ է։